Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել։ Երբ որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, այդ թվում նաև տարբեր հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին եւ ոչ եւս էին դարձում, էլի ոչ մեր կողմից, իսկ մինչեւ պատերազմը էլի լուծումների հնարավորություններ կային, այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը փակվում էր, հարցը համարվում է սպառված։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ լուծարի Մինսկի խումբը, դուք նշեցիք հարց ու պատասխանի ընթացքում, որ Մինսկի խմբի լուծարումը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, եթե ես ձեզ ճիշտ եմ հողմանում կամ հիշեցնում, դուք այս իրավիճակում, երբ կոնկրետ պահանջները Ադրբեջանը շարունակում է պնդել, Հայաստանը ինչպես է պատկերացնում լուծումը այս իրավիճակից։ Դե տեսեք, այսօր էլ ընդհանրապես ես կարծում եմ, ես հույս ունեի, որ կանդրադառնանք հարցերի, որոնք ձեր դիտարկմամբ գուցե բաց են մնացել հանձնաժողովի քննարկման ընթացքում չհնչեցին, ամեն դեպքում նորից կանդրադառնանք, թեև այս հարցի մասին խոսեցինք։ Ուրեմն նախ փաստենք եղած ձեռքբերումը այս փուլի համար եղածը, իսկ դա պայմանագրի տեքստի համաձայնեցումն է։ Պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները հայտարարված են երկու կողմերից ավարտված, տեքստը համաձայնեցված։ Հիմա Ադրբեջանը, ինչպես եւ մինչեւ այդ հայտարարությունը, հանդես է գալիս հավելյալ պահանջներով դիցուկ, օրինակ բանը, սահմանադրության վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը, եթե ուզում եք, ես կարող եմ նորից կրկնել, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա։ Զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Զուգահեռաբար հիշենք սահմանազատման հանձնաժողովների ուրեմն համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվեց Հայաստանի ազգային ժողովում եւ մինչեւ վավերացումը անցավ, ուրեմն քննարկվեց, դիտարկվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում եւ սահմանադրական դատարանը ասեց, որ այս կանոնակարգը համապատասխան սահմանադրականությունը հաստատեց, ասեց համապատասխանում է սահմանադրությանը։ Իսկ կանոնակարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմաթայի հռչակագրի վրա, որը իր հերթին ենթադրում է 1991 թվականի սահմաններ, այն վերջին մնացորդները անգամ պատրանքների կամ պահանջների, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի պահանջներ իր Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, էլի պետք է որ ցրված լինեն եւ փարատվեն եւ այդպես այլ իմ տպավորությամբ եւ համոզմամբ գոնե ընդունում եւ ընկալում են միջազգային հանրությունը։ Եթե նույնիսկ դրանից հետո էլ կան պնդումներ այն մասին, որ մեր սահմանադրությունը խնդրահարույց է իրենց տարածքային ամբողջականության տեսանկյունից, մենք արդեն իսկ համաձայնեցված տեքստում, որի համաձայնությունը 3 իրենք եւս հայտարարեցին, ունենք դրույթներ, որոնք դա են փարատում եւ կրկին տեսնում ենք, այո, ուրեմն այդ պահանջը եւ հիմա այո, եւ հիմա մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանակցությունները, եթե մի քիչ ավելի պարզունակելի կրկին ներկայացնենք, պարզա տարբեր շերտեր կամ տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, այս պետք է շարունակենք աշխատել։ Այդքան բան, շարունակել աշխատել։ Հնարավոր է համբի սահման։ Այսինքն ձեր ասածը նշանակում է, որ անկախության հռչակագիրը, որը հենց խնդրահարույց է համարում Ադրբեջանը, չի համբի սահմանադրություն։ Տիկին Գալստյան, նայեք, ես ասեցի մեր դիրքորոշում սահմանադրության մասին, ինչ սահմանադրական փոփոխություններ կամ նոր սահմանադրության ինչ նախագիծ կբերվի, չեմ կարող մեղքս թաքցնել, տեղյակ չեմ մանրամասնել, ես այդ սահմանադրական հանձնաժողովի եւ այդ քննարկումների մաս չեմ։ Եթե տարածքային պահանջ չի ենթադրում, ես ասեցի դրա հանելու անհրաժեշտությունը դուք չեք տեսնում։ Կարծում եմ ես ասեցի իմ ներկայացրած մեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ սպառիչ։
Խոսվում է խաղաղության պայմանագրի համաձայնության մասին, Երևանից Ադրբեջանի նախագահի խորհրդականը այս ֆոնին խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է իբրև թե օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա։ Այս ռետորաբանությունը դուք որքանով եք տրամաբանական համարում, եթե խաղաղության պայմանագիրը պետք է համաձայնեցվել է արդեն եւ Հաջիևը նման հայտարարություններով է հանդես գալիս։ Դե իսկապես այս դրսևորումներից են, որ ոչ կառուցող, ես փորձում նույն հասկանալու մեր արտահայտվել եւ ձևակերպել, իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի կորպետահարում ենք բանակցային գործընթացի եւ կարգավորումը եւ հարաբերությունների հաստատումը, միանշանակ ոչ մեկ չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնասը, դուք նյութական վնասի մասին եք ասում, բայց ուզում եմ ասել, որ այն դրույթը, որի մասին վերջերս այդքան խոսում ենք այն երկու հոդվածներից մեկը, հատկապես իրավական այդ հայցերի առումով, այն պահին, երբ որ ուժի մեջ կմտնի պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը եւ միևնույն ժամանակ պարտավորություն են ստանձնում երկու կողմներ ապագայում եւս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն հարցերի շուրջ, որոնք այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը։ Այսինքն բոլոր այն վեճերը, որ մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով պետք է կողմերը գնան Եվ շատ ուղիղ պատասխան։ Գտնեք ձեր ոչ չկա։ Ոչ։ Պարոն Միրզոյան, հիմա երկու կողմից հայտարարվում է, որ ավարտվել է խաղաղության պայմանագրի բանակցությունները, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը նախապայմաններ է թելադրում։ Սա նշանակում է, որ մենք կամ բանավոր կամ լրացուցիչ փաստաթղթով նման պայմանները ելի հիմա բանակցությունների թեմա ենք դառնում կամ դնում ենք սեղանին։ Այդ նախապայմանները ինչ փաթեթավորմամբ եք հիմա դուք բանակցում Ադրբեջանի հետ։ Այդ նախապայմանները, որպեսզի իրար ճիշտ հասկանանք, հնչեցվել են եւ նախկինում եւս մեր կողմից դրանց լեգիտիմությունը եւ օրակարգի մաս լինելը երբևէ չի ընդունվել, մենք այդ մասին երբևէ չենք բանակցում։ Եղել են մտքերի փոխանակությունների մասին, որ մենք ունենք այսպիսի պահանջ, մենք էլ ասում ենք, դե մենք էլ ունենք այսպիսի պահանջ, ձեր պահանջները չենք ընդունում, որ պահանջ է նորմալ եւ ենթակա բանակցման։ Բայց դրանք նախապայման են չստորագրելու համար, այսինքն դրանք հիմա պիտի կատարեն, պիտի չկատարեն։ Չէ, լավ չի, որ այդպիսի նախապայման է դնում։ Ձգվելու է ամեն դեպքում։ Դե եթե ստորագրումը արդեն կարողանայինք անել եւ մենք հուսով ենք եւ պատրաստ ենք, որ պետք է արդեն ձեռնամուխ լինենք ստորագրմանը, մենք երեք նաեւ առաջարկեցինք սկսել խորհրդակցել կոնկրետ տեղի ժամի վերաբերյալ, այո, ցավոք կան զուգահեռ նախապայմաններ կա, պետք է աշխատենք, տեսնենք ոնց լուծում կգտնենք։ Ընդհանուր կարգավորման գործընթացը շարունակվում է, այո։ Առաջիկայում նախատեսվում է ձեր եւ Ադրբեջանի արտգործնախարարի կամ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում, որտեղ նաեւ կքննարկվի, հա, բանավոր թեկուզ հասկանալու համար, թե ինչ լուծման հնարավոր է գալի վերջը։ Առաջիկայում որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, բայց մենք կարծեմ այդ բան հայտարարությունից հետո սա առաջին առիթն է, ես հարաբերական կարող եմ ասել, միշտ էլ պատրաստ ենք հանդիպել, շարունակել քննարկումները։ Պարոն Միրզոյան, դուք Արցախի լուծարման հարցը դրեցիք Շահրամանյանի վրա, հողում անելով Արցախի լուծարման հրամանագիրը, որում արդիկ մերոն ասելով, որ դա առ ոչինչ է, իրավական որևէ ուժ չունի, դրա համար մտեսական հասկանալ է ձեր բացատրությունը, բայց իմ հիմնական հարցը վերաբերում է փոխզիջմանը։ Դուք հայտարարեցիք, որ որևէ միջանցքի մասին որևէ բան չկա այսօր ստորագրվող համաձայնագրում, պայմանագրում, նույնը ասվում էր նաև նոյեմբերի 9-ի հետ կապված, մի փաստաթղթի հետ կապված, որի շուրջ եւ Ալիևը եւ Պուտինը պնդում էին, որ այնտեղ միջանցքի հարց կա։ Հիմա կարող է սա էլ ընկալման հարց է, մենք այլ կերպ ենք ընկալում, իրենք ուրիշ ձև են հասկանում։ Ձեր երկրորդ եւ իրական եւ միակ հարցին պատասխան կարող եմ ասել, որ տրանսպորտային ուղիների մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա միայն այն, որ կողմերը կարող են բանակցություններ սկսել եւ համագործակցություն ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսին, չգիտեմ, տնտեսությունն է, տրանսպորտն է, տրանզիտն է եւ այլն, ոչ մի բառ ավել ձեր մտահոգության վերաբերյալ։ Ներողություն, ես ուզում եմ նաեւ անպատասխան չթողեմ։ Ես ոչ մեկի վրա ոչ մի պատասխանատվություն չեմ դնում։ Մարդիկ եթե կարծում են, որ պետքա իրանք ունեն իրավասություններ, իրանք լուրջ պետական կառույց եւ ինստիտուտ են,
հետո բան են ստորագրում, հետո ասում են դա իրավական ուժ չունի, հետո վտարանդի նիստեր են անում, վտարանդի չգիտեմ ինչեր են անում։ Գիտեք, մեկնաբանության հարց չի, վերջը իրողություններ կան։ Հիմա հայտարարելով ու անպագորգոր բաներ ասելով չի։ Ես նորից եմ ուզում շեշտեմ, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման բլոկադայի պայմաններում, Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշարված լինելու պայմաններում էլի մենք փորձում ենք գտնել արդեն իհարկե նոր իրողություններից բխող լուծումներ, փորձում ենք ինչ-որ շտկել իրավիճակը, եթե չասեմ երաշխավորած լուծումներ, գոնե մեխանիզմներ, որոնք կարող են բերել հնարավոր լուծումներ եւ հիմա կարող են Լեռնային Ղարաբաղում շարունակել ապրել մարդիկ իրենց տներում, այդ լուծումները այդ մարդկանց կողմից են նաեւ մերժվել։ Հիմա ուզում եք դուք ասեք ուժ ունի, իրանք ասեն ուժ չունի, Պողոս ասի, չգիտեմ ինչ, փաստ մնում է փաստ։ Վերջ բաներ կան, մեկնաբանություններ։ Ադրբեջանի պետան հայտարարելով, պատասխանել։ Պարոն Միրզոյան, դիտորդ բայց իսկապես Շահրամանյանը ոչ չգնաց Ես այդ թեման եւ այդ տղային չեմ ուզում քննարկել, համեցեք։ Պարոն Միրզոյան, ԵՄ դիտորդների հետ կապված կարող եք հստակեցնել հետ քաշվելուց հետո մնալու են Հայաստանում, թե գնալու են եւ եթե 2 տարի այդ ժամկետով արդեն երկարացվել է, եթե նման հարց կար, ինչու Հայաստանը դիմեց, որպեսզի երկարաձգվի նրանց գործունեության ժամկետը։ Տեսեք, ԵՄ դիտորդների մանդատի մեջ հստակ կա ֆիքսված նպատակ նպաստել սահմանի երկայնքով եւ սահմանամերձ ուրեմն ռեգիոններում երկու կողմից էլ կայունության եւ խաղաղության գործընթացին։ Մենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր անգամներ առիթ ենք ունեցել ասելու, որ շատ մեծ կարևորություն ենք հաղորդում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը, նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից եւ իրենց գործունեություն ծավալվելուց հետո այդ բայից սկսած մենք էական լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել, դա ինչ որ առումով նաև կարծում ենք իրենց գործունեության շնորհիվ է, տավաբար մենք իսկապես նաև երախտապարտ ենք եւ գնահատում ենք, նրանք շարունակում են եւ քանի դեռ չի ստորագրվել, շարունակելու են։ Հիմա, երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, դա նշանակում է, որ խաղաղություն է հաստատված։ Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հա։ Հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետեւաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին, այդպես ինչպես մյուսներն են սիրում ասել, հերադիտակային դիտարկման մասին։